Այսօրվա մեր դասի թեման է հիմնարար փոխազդեցություններ եւ էլեկտրական եւ մագնիսական դաշտերի նմանություններն ու տարբերությունները։ Թեմա։ Եվ մեր աշակերտները պատրաստել են գործնական աշխատանք զանգաշարի եւ ռեվերած աշխատանքի տեսքով։ Այժմ Անգելինան կներկայացնի իր պատրաստած աշխատանքը։ Նյուտոնի տիեզերական ձգողության օրենքը։ Նյուտոնի օրենքը սահմանում է, որ ցանկացած երկու մարմիններ միմյանց ձգում են մի ուժով, որն ուղիղ համեմատական է նրանց հատվածների արտադրյալին եւ հակադարձ համեմատական դրանց միջև հեռավորության քառակուսում։ Այսինքն F-ը հավասար է G անգամ M1 M2 բաժանած F քառակուսի։ Կուլոնի օրենքը նկարագրում է երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրոստատիկ փոխազդեցությունը վակուում։ Այսինքն Կուլոնի օրենքը բանաձևը հավասար է K անգամ Q1 Q2 բաժանած R քառակուսի։ Այսինքն երկու օրենքներն ենթարկվում են ինչի՞։ Հակադարձ հեռավորության քառակուսի։ Բնության մեջ գոյություն ունեն տարբեր դաշտեր, որոնց միջոցով մարմինները փոխազդում են միմյանց հետ նույնիսկ հեռավորությունից։ Այդպիսի կարևոր դաշտերից են գրավիտացիոն եւ էլեկտրական դաշտերը։ Թեպետ դրանք ունեն որոշ նմանություններ, սակայն էականորեն տարբերվում են իրենց բնույթով եւ ազդեցությամբ։ Գրավիտացիոն դաշտը ստեղծվում է զանգված ունեցող բոլոր մարմինների կողմից։ Նարեկ ջան, կարդալ։ Նարեկը մի փոքր մաս է պատրաստել։ Կարդալ Նարեկ ջան, տեսնենք ինչ է պատրաստել։ Գրավիտացիան մեջ անտեսանելի ուժ։ Ահա։ Որը ամեն Ինչ է ասա։ Որը ամեն ինչ ձգում է դեպի քաշում է իրար դեպի իրեն։ Ահա։ Այն նման է մեծ անտեսանելի մագնիսի, որը գտնվում երկրի կետում։ Էլեկտրամագնիսական փոխազդեցությունները բառացիորեն ամեն քայլափոխի են գրառօրյա կյանքում։ Ամենատարածված ու հասկանալի դրսևորումները իրական օրինակներով։ Էլեկտրական հոսանքը, լամպի վառվելը, հեռուստացույցի սառնարանի կամ համակարգչի աշխատանքը։ Բոլորն աշխատում են լիցքավորված մասնիկների շարժման շնորհիվ։ Այո։ Մագնիսական երևույթներ, սառնարանի վրա կպչող մագնիսները, կողմնացույցը, որը կողմնորոշվում է երկրի մագնիսական դաշտով, Կողմնացույցն ինչի համար են օգտագործում։ Այո, դե ասա, որ ասենք կողմնորոշվելու համար, չէ, որ անտառում միտեղ մոլորվել ես եւ ունես կողմնացույց, կարող ես որոշել հյուսիսի եւ հարավի կողմերը, չէ։ Լույսը եւ տեսողությունը։ Լույսը ինքնին էլեկտրամագնիսական ալիք է։ Արևի լույսը, լամպերը, էկրանի պայծառությունը։ Առանց էլեկտրամագնիսական փոխազդեցության մենք չենք տեսնի։ Լամպի միջոցներ, հեռախոս, Wi-Fi, Bluetooth։ Այո, բոլորը։ Ռադիո, հեռուստատեսություն։ Այո։ Տեղեկատվությունը փոխանցվում է էլեկտրամագնիսական ալիքներով։ Կենցաղային տեխնիկան, միկրոալիքային վառարան, լիցքավորումներ։ Ներկայացնելու էլեկտրամագնիսական փոխազդեցությունների դրսևորումը էլեկտրական դաշտը ստեղծում է լիցքավորված մասնիկների կամ մարմինների կողմից։ Այն դատության այն հատվածն է, որտեղ այլ մասնիկների վրա ազդում է էլեկտրական ուժ։ Էլեկտրական փոխազդեցությունը կարող է լինել ձգողական եւ անողական, լինելու լիցքերը քանում են իրար, լիցքերը ձգում։ Էլեկտրական դաշտի ուժը կախված է լիցքերի մեծությունից եւ նրանց միջեւ եղած հեռավորությունից, այն սովորաբար շատ ավելի ուժեղ է, քան գրավիտացիոն փոխազդեցությունների աշխարհում։ Այո։ Էլեկտրամագնիսական փոխազդեցությունների դրսևորումները արտակարգում էլեկտրամագնիսական փոխազդեցությունները մեծ թեև են մեր ալիքի կյանքում։ Էլեկտրական հոսանքը, որը օգտագործվում է լուսավորման, հեռախոսների, համակարգիչների եւ կենցաղային սարքերի աշխատանքի համար, էլեկտրամագնիսական բնույթ ունի։ Մագնիսները, օրինակ սառնարանի մագնիսները կամ կոմպասը, գործում են մագնիսական դաշտի շնորհիվ։
Կոմպասի սրակը կողմնորոշում է երկրամագնիսական դաշտով։ Լույսը նույնպես էլեկտրոմագնիսական ալիք է, մենք տեսնում ենք շրջապատը, որովհետև լույսը անդրադառնում է առարկաներից և հասնում է աչքերին։ Ռադիոալիքները, հեռուստատեսային աստանշանները և բջջային կապը նույնպես էլեկտրոմագնիսական ալիքների միջոցով են փոխանցվում, այո։ Այսպիսով էլեկտրոմագնիսական փոխազդեցությունները հիմք են հանդիսանում ժամանակակից տեխնիկա և հնարավորականքի բազմաթիվ երևույթների համար։ Գրավիտացիոն և էլեկտրական դաշտերի նմանություններն ու տարբերությունները։ Նմանությունները։ Երկուսն էլ դաշտեր են, գրավիտացիոն և էլեկտրական դաշտերը տարածության այն ձևափոխություններն են, որոնց միջոցով մարմինները ազդում են միմյանց վրա առանց անմիջական հպման։ Ունեն ուժի ազդեցություն, երկու դաշտերն էլ ազդում են մարմինների վրա ուժով գրավիտացիոն դաշտը զանգված ունեցող մարմինների, իսկ էլեկտրական դաշտը լիցքավորված մասնիկների վրա։ Թուլանում են հեռավորության մեծացման հետ, երկու դաշտերի ուժը փոխանում է և մեծանում է մարմինների միջև հեռավորությունը, տարբերությունները։ Ազդեցության պատճառը գրավիտացիոն դաշտը ստեղծում է զանգվածող մարմինների կողմից, ուժի բնույթը գրավիտացիոն ուժը միշտ ձգողական է, էլեկտրական ուժը կարող է լինել և ձգողական և անող, կախված լիցքերի նշանից։ Ուժի մեծությունը էլեկտրական փոխազդեցությունը սովորաբար շատ ավելի ուժեղ է, քան գրավիտացիոն փոխազդեցությունը։ Պաշտպանվելու հնարավորություն։ Գրավիտացիոն դաշտից պաշտպանվել գործնականում հնարավոր չէ, էլեկտրական դաշտը կարելի է թուլացնել կամ էլեկտրավորել հաղորդիչ նյութերով։ Բնության մեջ գոյություն ունեցող փոխազդեցությունները իրականացվում են հատուկ նյութական միջավայրի դաշտի միջոցով։ Գրավիտացիոն և էլեկտրական դաշտեր ունեն զարմանալի նմանություններ և իրենց մաթեմատիկական ձևակերպումներ։ Սկզբունքորեն տարբերվում են իրենց բնույթով և ազդեցության իշխանությամբ։ Գրավիտացիոն դաշտը ստեղծվում է զանգված ունեցող ցանկացած մարմինի կողմից, այն համընդհանուր է, դրանով փոխազդում են բոլոր մարմինները։ Էլեկտրական դաշտը ստեղծվում է լիցքավորված մարմինների կողմից, այն ազդում է միայն լիցք ունեցող մասնիկների վրա։ Դրսևորումները առօրյա կյանքում պարզ օրինակներով, էլեկտրականություն և կենցաղային սարքեր, որոնցից են օրինակ լամպերի լուսավորումը, հեռուստացույց, սաղմարան, լվացքի մեքենա, նաև հեռախոսների լիցքավորումը, հաղորդակցություն, բջջային կապ, Wi-Fi և հեռուստատեսություն, նաև լույսները մտնում են էլեկտրամագնիսական փոխազդեցությունների մեջ, որոնք են օրինակ արևի լույսը, լամպի լույսը նույնպես էլեկտրամագնիսական ալիք է։ Հիմա մենք պետք է ամփոփենք մեր ամբողջ այս թեմայի ընթացքում անցած ինֆորմացիան թեստի տեսքով, խաղ թեստի տեսքով, որը կազմել է գաղութ ծրագրով։ Այս կոդով բոլորս միանում եք խաղին և սկսում եք խաղը։ բոլորը ձեր մոտ միացրեք այս թվերը։ Ինչ նմանություն ունեն գրավիտացիոն և էլեկտրական ուժերը։ Երկուսն էլ կախված են լիցքից, երկուսն էլ միայն ձգում են, երկուսն էլ նվազում են հեռավորության մեծացման հետ, երկուսն էլ միայն վազում են։ Կարող է արդյոք էլեկտրական ուժը լինել վանող։ Ինչի շնորհիվ մեր մազերը բարձրանում են և սինթետիկ սվիտեր են խառնում։ Գրավիտացիոն, էլեկտրաստատիկ, մագնիսական, քիմիական։ Սարքն է աշխատում էլեկտրամագնիսական փոխազդեցության շնորհիվ։ Ջերմաչափը, ավազի ժամացույցը, բարձրախոսը, դինամիկը, կողմնակիցի ասում։ Ճիշտն է բարձրախոսը։ Էլեկտրական դաշտը գործում է միայն այն մարմինների միջև, որոնք ունեն էլեկտրական լիցք։ Ճիշտ է թե սխալ։ Երկրի մագնիսական դաշտը պաշտպանում է մեզ տիեզերական վտանգավոր ճառագայթներից։ Երկու միևնույն լիցքերը, օրինակ պլյուս իրար ձգում են։ Ճիշտ է թե սխալ։ Էլեկտրամագնիսական փոխազդեցությունը պատասխանատու է նաև մարմինների շփման ուժի համար։ Այն
Առաջի տեղը 11,000 միավորով գրավեց Նարեկ, երկրորդ տեղը Աննան, երրորդ տեղը Անգելինան, չորրորդ տեղը Մարինեն, իսկ հինգերորդ տեղը Կարենը։